Սպասելի էր ձեզ համար։ Ճիշտն ասած չէ։ Չեմ կարող ասեմ։ Չհասկացաք դատավորի խոսքերը։ Չէ հասկացա։ Չհասկացա, բենքիս փաստաբանը ասեցի բանարա ինձ բացատրիր։ Չհասկացա ինչ ասես։ Առաջին դատական նիստին երբ եկել եք, ես ձեզ հարց ուղեցի, դուք նշեցիք, որ ձեր հոգու այսպես ցավն եք փորձել այդ քայլով ցույց տալ։ Եթե հերթական անգամ տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, ինչպիսին կլիներ ձեր քայլերը։ Եթե անա ինքը ես չեմ ուզում մարդի հետևից զրուցան։ Եթե ինքը զրուցոնը անել է, ես ուրան հետ մի երկու բառ զրուցում եմ, սուդավստում կանեմ։ Կասեք մեզ ինակին սուդավստում ինչ կանեիք։ Ինչ կանեի, կասեի, որ հրաժարական տուր գնայս ժողովուրդը մեղքն, ես ինչ օրս գցել։ Հատե այդ ձևի, մեզ ես ինչ օրս գցել արցախցիներին։ Ինքը չի գցել ես օրում ես։ Ինչի համար եմ ես խնձորը ինչա գցել։ Ինքն է զորը գցել։ Սաղ գերեզմանատունը, սաղ տները թողել են կնկել։ Առաջին մեղավորը ինքն է։ Դրա համար էլ ես իրան հարգում չեմ։ Իրան են ԿՊ ինչա իրանց այդ խումբը ես չեմ հարգում։ Իրանք են մարդիկնով էր, ես դաժե Հայաստան ցուսեցի Երևան ասում եմ որ այդ մարդը դրա հարկավերա հանցանին որ այդ մարդը ապագա չկա։ Դուրս բերեն Պարոն Արստամյան, ինչպես եք ապրում, ընտանիքում քանի հոգի եք, ոնց եք յոլա գնում։ 8 հոգի, 3 սենյականոց։ Վարձով։ Վարձով եմ ապրում։ Աշխատող կա տանը։ Մին հոգի աշխատում։ Մեծ աղջիկս։ Ինքն է ձեր բոլորի կարիքները հոգում, պարոն Արստամյան։ Հա։ Այդ օգնությունները որ տրվում է ստանում եք։ Դե միջան հիմա հա ստանում եք։ Կարում եք վարձը տակ, նորմալ ապրեք, նորմալ կենցաղ վարեք։ Դե նորմալ սխալկին է ասիմ, մի քիչ աննորմալ ալի։ Մինակ ես չում, բասի արցախցիներն է ողել մեծ մասը աննորմալ ալի։ Գիշերն չես քնում, ննջում ես, վեր ես կենում, չգիտես ինչ ես անում։ Միջան հիմա չենք կարում հարմարվենք։ Գիտեմ։ Ստեփանակերտում էր ձեր տունը։ Հա։ Ինչ տուն էր, սեփական բնակարան։ Չէ։ Բնակարան է, 3 սենյականոց բնակարան է։ Պարոն Արստամյան, տևական ժամանակ իրավապահ մարմինները բավականին կոպիտ կերպով ձեր բնակարան էին մտել, ձեր մանկահասակ թոռնիկների ներկայությամբ էին խուզարկություն իրականացրել, դուք տևական ժամանակ դատարան էիք գալիս գնում։ Այս երևույթները ձեր կյանքում ինչ-որ բան փոխեցին ձեր հետագա քայլերում։ Նշեցիք, որ եթե տեսնեիք Նիկոլ Փաշինյանին, կասեիք երկու խոսք, բայց ձեր հետագա քայլերի առումով որևէ բան փոխեցին։ Դե հետագա քայլերը նա, որ արցախցիները պետք է դուրս գան միտինգի, Այնորին երկու գյուղացի ասում է հարկավոր է դուրս եկած միտինգի գնաց պախող եք սովածը մնան, միրգն ծախում ինչ են անում։ Ասում է չես տեսնում մեզ այդ ոնց է վերաբերում։ Հարկավոր է դուրս եկած միտինգի միասին համախմբված գնում ես պարկը, ես մեզ տեսնում նստած բան են խաղում, բլոտ են խաղում, ինչ են անում, այն բլոտի վաղ չէ սորվայրը։ Սորվայրան հարինիք թողալ ենք դուրս եկալ Այս վիճակում հարկար է միտինգ կեցած, միտինգը համախմբված, այս կառավարության խումբին հեռացրած է, հատե դիմի բեն։ Պարոն Արստամյան, եթե նորից Նիկոլ Փաշինյանին տեսնեք, նորից նույն բողոքի գործողությունը կանեք։ Դե ճիշտն ասած, այն ինչի ես արալում, այս սրտումս ինչ-որ մին քանի բան է եղել, մեկը դուրս է եկալ, հանգստացալ է, բայց եթե ես երկրորդ անգամ դեպայեմ, մի երկու լավ բառ կասեմ իրան, սուդավոլստում մի երկու լավ բան կասեմ իրան։ Պերսի, շնորհակալություն։ Պարոն Երիցյանը մոտենա